Ողջույն, այսօր խոսելու ենք գիտության մասին եւ տաղավարում հյուրընկալել ենք Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի գիտաշխատող Նարեկ Մարգարյանին։ Բարև ձեզ։ Բարև։ Դուք ֆիզիկան, ես գիտեմ, որ սիրել եք մանկուց, սովորել եք Երևանի պետական համալսարանում, համապատասխան բաժնում, բայց մեր օրերում երեխաները դժվարությամբ են սովորում առարկան եւ հետագայում չեն ընտրում այդ մասնագիտությունը։ Ձեր մոտ սեր ինչպես արթնացավ։ Ճիշտ է, իմ մոտ սերը արթնացել է դեռ մանկուց ֆիզիկայի նկատմամբ, միշտ հետաքրքրություն եմ ունեցել բնության երևույթների նկատմամբ, այդտեղից էլ սկսվել է, բայց թույլ չհամաձայնվել, որ հիմա երեխաները չեն ընտրում այդ մասնագիտությունը, հենց այս պահի դրությամբ Երևանի երկու տարբեր ավագ դպրոցներից դպրոցական երեխաները կամավորական սկզբունքներով ներգրավել են մեր լաբորատորիայի աշխատանքներում, կատարում են հետազոտություններ, ունեն արդյունքներ, որոնցով պատրաստում են ինչ-որ մրցույթների, ծրագրերի մասնակցել, հաճախակի մեր ինստիտուտ կազմակերպում են շրջայցեր դպրոցական երեխաների համար, կազմակերպում են մասնագիտական կողմնորոշման դասընթացներ, այնպես որ ես կուզենայի ասել, որ հիմա դպրոցահասակ երեխաների մոտ կա մեծ հետաքրքրություն դեպի ֆիզիկան։ Բայց մեկ հարց, առարական է իրենց հետաքրքրում, առարական է սիրում, թե տեսնում են, որ այդտեղ արդեն գումար կա, դրա համար են ձգտում։ Չէ, չեմ կարծում, թե իրենք պիտի տեսնեին, որ գումար կա, ամեն դեպքում իմ շփումները երիտասարդության հետ միանշանակ ասում են այն մասին, որ երեխաների մոտ կա հետաքրքրություն դեպի ֆիզիկան, դեպի բնության երևույթները, մանավանդ որ ես տեսնում եմ դրա ջանությամբ են իրենք այս գիտափորձերին մասնակցում, իրենց ձեռքով փորձում են նմուշներ պատրաստել, չափումներ անել։ Նրանց մեծ մասը հետագայում ընտրում են մասնագիտությունը, թե կեսից հիասթափվում են բարդությունները տեսնելով։ Տեսեք, ժամանակին մի որոշակի ժամանակ առաջ, մոտ 2 տարի առաջ էլ կարծեմ, ծրագիր կար, որ ավագ դպրոցի երեխաները գալիս էին եւ մեկ օր անցկացնում էին գիտնականների հետ։ Այդպիսի ծրագրերից մեկի շրջանակներում մեր ինստիտուտ երիտասարդ մի ավագ դպրոցի ուսանող եկավ։ Հետագայում ես երբ որ արդեն մեր ինստիտուտ շրջայցեր կազմակերպվել արդեն ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողների համար առաջի կուրսերի, ես այդ երիտասարդին տեսա։ Այս վերջերս ինձ հրավիրել էին ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողները Ծաղկաձոր հոդվածագրության դպրոցի, այդ երիտասարդ որ դպրոցական տարիքից այդպես բոլոր միջոցառումներին իմ աչքի առաջ ակտիվորեն մասնակցում էր, այդտեղ էր արդեն։ Այնպես որ ես այդ բանը տեսնում որ շարունակական է երիտասարդների մոտ հետաքրքրությունը։ Դուք աշխատում եք նաև պոլիտեխնիկում, հա, դասավանդում եք նաև քոլեջում։ Չէ, պոլիտեխնիկում աշխատել եմ մինչև 2020 թվականը, դասավանդել եմ եւ բակալավրիատում եւ քոլեջում։ Հիմա չեք դասավանդում։ Հիմա ժամավճարային հիմունքներով դասավանդում եմ երբեմն Երևանի պետական համալսարանում, նաև որոշակի առօրյական ծրագրի շրջանակներում երբեմն ուսանողները շաբաթվա մի օր անցկացնում են մեր ինստիտուտի լաբորատորիաներում եւ մասնակցում են գիտափորձերի, այդպես էլ եմ դասավանդում, պլյուս նաև դասավանդում եմ հայ-ռուսական սլավոնական համալսարանում։ Հենց դա ուզում հարցնել, ուսանողներն նաև մասնակցում են փորձերին գիտական։ Այո, հետազոտություններ են կատարում գիտնականների հետ համատեղ։ Այո, ես ունեի հենց սլավոնական համալսարանից ուսանող, ով եկավ մեր լաբորատորիա, գրեց դիպլոմային աշխատանք, ներգրավեց թեմատիկ դրամաշնորհային ծրագրերում, հետագայում դարձավ մեր բազային լաբորատորիայի աշխատակից։ Հիմա մեր լաբորատորիայի ամենաակտիվ անդամներից է։ Ձեր գիտական թեզը վերաբերել է կիսահաղորդիչների նանոկառուցվածքին։ Այո, կիսահաղորդիչների նանոկառուցվածքին։ Այո, ինչպես ես հասկացա, մենք գնում ենք դեպի նանոմասնիկներ, ավելի փոքր մասնիկներ են մտնում մեր կյանք, դրանցով սարքեր են պատրաստում եւ այլն, դա ինչ է փոխել ընդհանրապես աշխարհում։ Դեպի դրականն է տանելու, թե դեպի բացասականը։ Չէ, իհարկե տանելու է դեպի դրական բոլոր ուղղություններով։ Նանոկառուցվածքները եւ նանոնյութերը օժտված են շատ հետաքրքիր ֆիզիկական հատկություններով, նրանք արդեն իսկ տեխնոլոգիաների հիմքում են եւ գիտության առաջընթացը մենակ դրական կարող անդրադառնա մարդկային կյանքի որակի բարելավման վրա։ Նանոմասնիկները ինչի համար են օգտագործվում եւ ինչից է ստանում։ Տեսեք, նանոմասնիկների ստացման տարբեր տեխնոլոգիաներ կան, կախված թե ինչ նյութից ենք ուզում պատրաստել, ինչ չափի ենք ուզում պատրաստել, կան նանոմասնիկների բազմապիսի կիրառություններ։ Օրինակ մեր լաբորատորիայում մենք օգտագործում ենք ոսկու նանոմասնիկներ, սիլիցիումից պատրաստված արեգակնային էներգիայի բջիջների աշխատանքային պարամետրերի բարելավման համար։ Սա մի օրինակ է պարզապես, բայց կան շատ բազմապիսի կիրառություններ։ Այդ մասնիկները այնքան հետաքրքիր են, որ ասենք պատկերացրեք, եթե նյութը մի գույնի է, բայց նրանից պատրաստում ես նանոմասնիկներ, այդ նանոմասնիկները արդեն գույնը փոխվում է։
Հետաքրքիր է թե հետաքրքիր չի, իհարկե հետաքրքիր է։ Հիմնականում ինչ սարքեր են դրանցով ստանում, ես գիտեմ, կարծեմ արևային վահանակների համար է, հա, հիմա շատ օգտագործում են, որ ոլորտներում եւ ինչ սարքեր ստանալու համար։ Արեգակնային վահանակներում, դետեկտորներում, կարան նանոկառուցվածքների հիման վրա պատրաստում են նոր սերնդի էլեկտրոնիկա, կիրառության պոտենցիալը շատ մեծ է։ Մեզ մոտ հնարավոր է այդ ամենը պատրաստել, թե մենք շատ ճանապարհ ունենք անցնելու։ Մեր մոտ այդ ամենը պատրաստվում է։ Մեր մոտ այդ ամենը պատրաստվում են գիտական մակարդակով նանոնյութեր, նանոմասնիկներ պատրաստվում են։ Հիմա մեր լաբորատորիայում մեկնարկել է նոր ծրագիր, որը նախատեսում է նանոնյութերի, երկչափ նանոնյութերի հիմքով քվանտային դետեկտորների նախագծում եւ պատրաստում, եւ մենք շատ լուրջ պլանավորած ձևով գնում ենք այդ դետեկտորի պատրաստմանը։ Քվանտային դետեկտորը ինչ է իրենից ներկայացնում։ Քվանտային դետեկտորը իրենից ենթադրում է ազդանշանների գրանցող եւ վերլուծող սարք, որը աշխատում է, որի աշխատանքի հիմքում ընկած են քվանտային ֆիզիկայի օրենքները, որոնք մի փոքր տարբերում են մեր դասական աշխարհի օրենքներից։ Որքանով տեղյակ եմ, դուք փորձում եք ստանալ սարքեր, որոնք կօգնեն, որպեսզի աթեիստներից քողարկում իրականացվեր։ Այս սարքերը պատրաստ են, թե ընթացքի մեջ են։ Ճիշտ եք լսել, մենք ունենք երկակի նշանակության ծրագիր, այս պայնել ունենք։ Ես չեմ կարող շատ մանրամասներ հաղորդել այդ ծրագրի իրականացման ընթացքից, արդյունքներից եւ այլ հասկանալի պատճառներով, եւ այդպես չի, որ միանգամից պետք է ասել աթեիստներ քողարկող։ Գիտնականի խնդիրն է, ասենք ավելի գիտական ձևակերպում տալ, ջերմային ճառագայթման ֆոնը քողարկող թաղանթների պատրաստում, այո, մենք այդ ուղղությամբ արդեն բավականին լուրջ արդյունքներ ունենք։ Բայց ծավալուն այդ արդյունքները իրականացնելու համար մեզ ինչ է պետք, կարող ենք շատ պատրաստել նման սարքեր։ Իրականում հիմա երբ որ մենք դիմում ենք երկակի նշանակության ծրագրին, պայման է, պարտադիր պայման է, որ գիտական խումբը պետք է համագործակցի ռազմարտությունաբերության կոմիտեի կազմակերպության հետ։ Նպատակը այն է, որ գիտական արդյունքները չգնան դրվեն ինչ-որ մեկի դարակում, այլ գնան արտադրության։ Հետևաբար այո, այդ հնարավորությունները կան։ Եվ գիտնականների համագործակցության մասին էլ խոսենք, ընդհանրապես այլ երկրների գիտնականների հետ կա համագործակցություն եւ դա ինչով է օգնում այստեղ։ Այո, վերջին տարիներին շատ ակտիվացել են այնպիսի ծրագրեր, որոնք պարտադիր պահանջում են, որպեսզի արտասահմանից որոշակի ձեռքբերումներ ունեցող գիտնականներ համագործակցեն տվյալ խմբի հետ, որպեսզի տվյալ խմբի ներկայացրած ծրագիրը առաջ գնա ֆինանսավորման երաշխավորի։ Մենք էլ ունենք արտասահմանյան գործընկերներ, օրինակ այդ քիչ առաջ որ նշեցի երկչափ նյութերի հիմքով պլանավորում են քվանտային դետեկտոր ստանալ, մենք դա իրականացնում ենք ԱՄՆ Նոտրդամի համալսարանից բավականին այդպես նվաճումներ ունեցող գիտնականի հետ համագործակցությամբ։ Արդյունքների մասին դեռ վաղ է խոսել։ Ծրագիրը 5 տարով է, մենք մի քանի ամիս է դեռ մեկնարկել ենք, նախնական արդեն ունենք արդյունքներ, բայց ավելի շատ ծրագրի առաջի փուլում նախատեսված հետազոտությունների վերաբերյալ ունենք արդեն տպագրված հոդվածներ, այնպես որ սկիզբը խոստումնալից է, հուսանք կկարողանանք տեմպը պահել եւ արդարացնել այն վստահությունը, որ եղել է մեր հանդեպ։ Գիտնականները հաճախ են դժգոհում սարքավորումների չլինելու հանգամանքից, դուք նման խնդիրների բախվում եք։ Չէ, սարքավորումների խնդիր չլինելու խնդիր այլևս չկա, տարեկան 2 անգամ իրականացվում, առնվազն 2 անգամ իրականացվում են սարքերի տրամադրման դրամաշնորհներ, գիտական խմբերը դիմում են այդ սարքավորումների համար, ստանում են դրամաշնորհներ եւ ձեռք են բերում, ընդ որում այդ դրամաշնորհները տրվում են առանց ֆինանսական սահմանափակման, այսինքն եթե պետքա, չգիտեմ, $1 միլիոն սարքավորում, դու կարող ես դիմել այդ $1 միլիոն սարքավորման համար, եթե պետքա $100,000 սարքավորում, դու դիմի $100,000 սարքավորման համար, կարևորը որ դուք անեք հետազոտություն։ Հետազոտությունից հետո, այսինքն մենք եթե ուզում ենք ստանալ մեկ սարք, հետազոտությունը կատարվել է, կարողանում ենք ստանալ։ Հետո այդ ամենը ով է իրականացնում։ Ես ուզում եմ հստակ պատկերացնել, որ գիտնականի գործը գիտական մասն է։ Հետո կան զարգացողներ, այդպես ասած դեվելոփերներ կան, ինժեներներ կան, արտադրությամբ զբաղվող ընկերություններ կան, արդեն դա մնացածը դրանց դաշտում է։ Օրինակ մի օրինակի վրա բերեմ, մենք այս պահի դրությամբ համագործակցություն ենք սկսում մեկ մասնավոր ընկերության հետ, ովքեր հետաքրքրված էին հենց մեր խմբի հետազոտությունների վերաբերյալ, մեր խմբի հետազոտություններով են հետաքրքրված։ Հիմա մենք պլանավորում ենք արդեն որ իրենք փորձեն ավելի սերտ ինչ որ համագործակցություն իրականացնել, մի քիչ արդեն իրենց խնդիրների համար, տեխնիկական խնդիրների համար մենք գիտական լուծումներ առաջարկենք եւ ինչ որ этаպում բնականաբար նաեւ կարելի մտածել
մեծածավալ արտադրության մասին։ Ինչ արտադրեն։ Դե քանի որ այս տվյալ պարագայում ընկերության խնդիրներից խոսեցինք, կցանկանայի չբարձրաձայնել, եթե երբևէ առիթ կլինի ընկերությանը խոսեք, իրենք կներկայացնեն իրենց խնդիրները։ Եվ այդ նանոմասնիկները արևային վահանակների դեպքում որքան են օգնում, այսինքն տարբերություն կա։ Այո, դեռևս փաստորեն մեր պարագայում դա գիտական փուլում է, գիտական արդյունքների տեսանկյունից կարող եմ ասել, որ շոշափելի արդյունք ունենք, այսինքն մենք սկզբից նայեցինք նանոմասնիկները ինչպես էին փոխում նյութի այն հատկությունը, որը կօգտագործվի արեգակնային էներգիայի բջիջում, հետագայում նաև նանոմասնիկները դրեցինք արդեն բջիջի վրա եւ ուսումնասիրեցինք բջիջի պարամետրերը եւ նկատել ենք շոշափելի արդյունավետության բարձրացում։ Այդ արդյունավետությունը ինչով է արտահայտվում։ Կարելի ասել ֆոտովոլտային պարամետրերով, այսինքն լույսի ազդեցությամբ առաջացած լարումը, որ սարքավորման իմաստն է, որ երբ որ արևի լույսն ընկնի իր վրա, ինքը լարում գեներացնի, այդ լարումը ավելի մեծ լարում է կարողանում գեներացնել, կարողանում է գեներացնել այդ լարումը ավելի բարակ էլեմենտի պարագայում, այնպես որ սա հնարավորություն տալիս ոչ միայն լավացնել պարամետրերը, այլև խնայել այն նյութը, որը օգտագործվում է հետազոտության մեջ։ Այսինքն ավելի քիչ օգտագործել տվյալ նյութը։ Դուք հանդիսանում եք նաև մաքուր սենյակի լաբորատորիայի պատասխանատուն, այսինքն ինչ է նշանակում մաքուր սենյակ։ Մաքուր սենյակները աշխարհում շատ տարածված են, շատ կարևոր պայման է, որպեսզի ներսում իրականացվի բարձր մակարդակի գիտություն։ Մաքուր սենյակները ունեն տարբեր ստանդարտներ, մեր դեպքում 1000 դասի մաքուր սենյակ է։ Դա նշանակում է, որ 1 ոտնաչափ խորանարդ օդի ծավալում կես միկրոմետր եւ ավելի մեծ չափի մասնիկների քանակը չպետք է գերազանցի 1000-ը։ Ոնց որ փոշու ձերծ Այո, գերմաքուր։ Պատկերացրեք, մենք խոսում ենք նանոմասնիկներից, նանոնյութերի մասին, փոշու հատիկը հազարավոր անգամներ ավելի մեծ է չափերով, քան նանոմասնիկը։ Եվ եթե պատկերացնենք, որ փոշու հատիկը նստի նանոմասնիկի վրա, ուղղակի կծածկի այդ նանոմասնիկին, խոչընդոտի նրա հատկություններին եւ այլն եւ այլն։ Ընդհանրապես եղել է, որ փոշին խանգարի ձեր հետազոտությանը։ Այո, իհարկե եղել է։ Պատահել է, որ արդյունքներ ենք ունեցել, որ հետո վերլուծել ենք ու հասկացել ենք, որ խնդիրներն որ պետք է ավելի մաքուր պայմաններում իրականացվել։ Եղել է այդպիսի դեպք, մինչև մաքուր սենյակ ունել, հիմա մաքուր սենյակ ունենք, այդ խնդիրին չենք բախվում։ Մաքուր սենյակում, այսինքն հատուկ հագուստով են մտնում, թե սովորական։ Մաքուր սենյակում մտնում են հատուկ հանդերձանքներով, այդ հատուկ հանդերձանքները նաև պաշտպանիչ հատկություններ ունեն որոշակի նյութերից, ասենք որ քանի որ երբեմն աշխատանքներ են կատարում, օրինակ քիմիական նյութերի հետ եւ այլն, բացի այն որ թույլ չեն տալիս որ մարդուց փոշի տեղափոխվի սենյակ, նաև մարդուն են պաշտպանում այդ նյութերի հետ աշխատելուց։ Որպես ֆիզիկոս, ինչ նպատակ ունեք, ընդհանրապես ինչ հետազոտություն ուսումնասիրություն եք ուզում կատարել, որ դեռ չեք կատարել։ Ճիշտ ասած, բոլոր ֆիզիկոսներն էլ ունեն այդպիսի նպատակներ եւ հերթով կամաց-կամաց անում են, բայց իհարկե լինում են հետազոտություններ, որը պլանավորված են ապագայի համար, ասենք դերասաններ կան, չէ՞ որ ասում են այ Օթելո այդպես էլ չխաղացինք, ամեն գիտնական, հա, իր Օթելոն կամ իր այդ Ռոմեոն որ պիտի խաղա, դեռ իր արժևում ունի այդ հետազոտությունը պլանավորած։ Քանի որ դուք բարբերաբար վերապատրաստումների հետ մեկնում արտերկրում, այ որ փորձը կբերեիք Հայաստան, ինչ կա այնտեղ, որ մենք չունենք։ Ես վերապատրաստումների այդքան շատ չեմ մեկնել, ավելի շատ իմ գործողումները կապված են գիտաժողովների մասնակցությունների հետ, սակայն վերապատրաստումների եւս մեկնել եմ։ Հիմնական փորձ, ամենակարևոր փորձը, որ ես բերել եմ այնտեղից, դա այն էր, որ հետազոտության մեջ պետք է շատ ակտիվ ներգրավված լինեն ուսանողները։ Հետազոտության մեջ պետք է ուսանողի դերակատարությունը էական լինի եւ գործի մեջ շատ կարեւոր դեր ունենան ուսանողները, այսինքն ոչ թե ձևական մտնեն լաբորատորիա դուրս գան, այլ իրականում անեն հետազոտություններ։ Ես շատ սովորել եմ լաբորատոր աշխատանքների անվտանգ կազմակերպմանը առնչվող հարցեր, որոնք էլի տեղափոխել եմ արդեն մեր լաբորատորիա եւ աշխատում ենք այդ սկզբունքներով, ինչպես նաեւ կային մասնագիտական, նեղ մասնագիտական, գիտական, մեթոդաբանական բաներ, որ ես սովորել եմ այնտեղ եւ այդ հիմա փորձում եմ փոխանցել արդեն ավելի երիտասարդ հետազոտողների։ Եվ ֆիզիկայի հետ կապված այդ առարկան ինչով է առանձնանում մյուս առարկաներից։ Տեսեք, միգուցե ուրիշ առարկաների մասնագետներն էլ իրենց առարկաները գովեն, բայց իմ համար ֆիզիկան իհարկե առարկաների ամենակարևոր առարկան է, քանի որ ինքը պատասխանում է բնության մեջ տեղի ունեցող երևույթների վերաբերող բոլոր հարցերին։ Ինչ է, ինչու է, ինչպես այսպես եղավ, ինչպես անել, որ այդպես չլինի, մեկ այլ ձևով լինի։ Հետևաբար դա ինքը հնարավորություն է տալիս մեզ ճանաչել բնությունը, ճանաչել մեր շրջապատող աշխարհը եւ դարձնել մեր կյանքը ավելի որակով, ավելի լավը։ Հետևաբար ֆիզիկան ես համարում եմ շատ կարևոր առարկա եւ միշտ փորձում եմ դա քարոզել երիտասարդ սերնդի մոտ, որպեսզի իրենք էլ գնան այդ ուղղությամբ։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ Աննա ջան։
Մենք զրուցում էինք Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի գիտաշխատող Նարեկ Մարգարյանի հետ։